Ապրիլի 20-26-ը Ալբանիայում տեղի ունենալու հուշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այդ առիթով մեր ազատ ոճի հավաքականը կազմակերպել է բաց մարզ։ Ապրիլի 24-ից 26-ը գորգ դուրս կգան ազատ ոճայինները։ Այս անգամ Հայաստանում ներկայացված կլինի 8 քաշային կարգերում։ Տղաները լավ մարզավիճակում են, մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի, հաղթող և մրցանակակիրներ են դարձել։ Հավաքականում ընդգրկվել են Մանվել Խնձիրցյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Դավիթ Մարգարյանը, Նարեկ Հարությունյանը, Հրայր Ալիխանյանը, Ուրշակ Մկրտչյանը և Խաչատուր Խաչատրյանը։ Փորձառու ըմբիշ Արսեն Հարությունյանը արդեն ունի Եվրոպայի 4 ոսկի և մրցավայր է մեկնում 5-րդի համար։ Նրա խոսքով զգացողությունները տարբերվում են մյուս անգամներից։ Ները անցնում են, մենք փոխվում ենք, մտածելակերպն էլ է փոխվում, ամեն անգամ տարբեր է լինում, տարբեր մտածելակերպ։ Հիմա չեմ կարող համեմատել 2019 թվականի Եվրոպայի առաջնության հետ, հիմա ավելի ուրիշ ձև եմ մտածում, ավելի շատ բան պետք է անեմ, այն վաղ երիտասարդ էի, չունեի ոչ մի բան կորցնելու, ուղղակի բարձրանում էի գորգ վերամարտելու, իսկ հիմա 4 հատ Եվրոպայի առաջնություն եմ հաղթել ու իմ մեջ կա այն, որ ես ուզում եմ 5-րդն էլ հաղթեմ ու այդ միտքը մի քիչ լարվածություն է տալի ու ավելի պատասխանատվություն է տալի, պետք է ամեն ինչ անեմ, որ կարողանամ 5-րդ ոսկին նվաճել։ Նախքան Եվրոպայի առաջնությունը հավաքականը 5 հավաք է անցկացրել և մասնակցել է մի քանի միջազգային մրցաշարի։ Հավաքականի առաջատարներից Վազգեն Թևանյանը մրցավայր է մեկնում ոսկու ակնկալիքով։ Գնում ենք միայն մեկ նպատակով Եվրոպայի չեմպիոն դառնալու համար, մնացած դեպքերը փորձում եմ չմտածել, որովհետև պետք է առավելագույնին ձգտես։ Հիշեցնեմ, որ ազատ ոճայինները պայքարը կսկսեն ապրիլի 23-ից։ Մեզ մնում է հաջողություն մաղթել մեր ըմբիշներին և սպասել լավ արդյունք։